Սիրունիկ, բարի լույս։ Ճիշտ հարկով լույս եկա ու արդեն դու եկել ես գժուկ։ Դե լավ, հեսա կերը մեքենան այնտեղ ականն է, հարմար չի անցնի, հեսա կերը բերեն, ես կկերակրեմ, ուշս, լավ ա սիրունիկը, դե լավ մնա հիմա։ Ահա սիրունիկ, հասկին էլ ա եկել, Սամն էլ ա եկել և երկու պար կեր, որոնք գիտեմ, 7 օր կգնա, 6 օր կգնա, սա է։ Կերը այնքան կարևոր է, որ իրենց միակ գոյության պայմանն է ու չպետք է պակասի, որովհետև տեսնել սոված հայացքներ ուղղակի չեմ կարող։ Ու ցանկացած գնով բոլոր միջոցները առաջնահերթ ուղղվում են կերին։ Հայացքները սպասում են։ Հա, հասկացա սիրունիկ։ Սամ, առաջացի մի նեղվի։ Ինչ հասկիչ։ Հիմա։ Ինչ կհասցնեմ տեղավորել, մեկն արդեն բացեցի և ահա, եկեք։ Արի սիրունիկ, էստեղ եկեք մեկըտ։ Սիրունիկ։ Գնացեք։ Ար, բախտից։ Էй, արի մի նվնվա, եկեք էստեղ։ Բոլորը նույն տեղից են ուզում։ Չարություն եք անում, չարություն։ Արջուկ, սպիտակ, վախկոտ, դուք հետ անցեք, հեսա ձեր մոտ գալիս եմ, պետք չի դուք էստեղ առաջանաք։ Կերը վերցնում եմ, գամ հիմա, վերջ։ Սամ ինչի, քո ու արջուկից ջուրը մի առվով չի գնում։ Սիրունիկ ուտում է, նա ուտում է, արջուկ արի։ Սպիտակ, բերկաց գնացինք սպիտակ արի։ Վախկոտ դու էլ արի իրանց մոտ կտում։ Վախկոտ սևուկ էստեղ է սպասում, վայ սևուկ։ Եկեք, դուք հետևից եք գալի, են աղջիկը այնպես քամահրանքով էր նայում, կարծես թե ինքը շատ բարձր։ Չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ ավելորդ է։ Եկեք դուք, եկեք։ Կերեք, հիմա ուրիշ բան եմ տալու։ Ես փաստորեն հասկացա, թե շունիկները որ դեպքում են մեքենաների հետևից ավելի ակտիվ հաչում։ Այս ճանապարհով անցնելիս ես ու շները անցնում էինք ու մի մեքենա տեսնելով, որ մենք ճանապարհին ենք, մի փոքր կարող էր դանդաղ վարել, բայց ոտքը դրեց գազին և արագություն բացեց, որից հետո մեքենայի հետևից արդեն արջուկը բավականին ինտենսիվ սկսեց հաչալ։ Կարծես բացատրեր, թե չես տեսնում, անցնում ենք, կարող է իր հանգիստ վարել։ Ահա, թե ինչպես կարող են անգամ Բյուրեղաբանում, որտեղ թվում է, թե բանուկ ճանապարհներ չեն, շներ ընկնեն մեքենայի տակ, կատուներ ընկնեն մեքենայի տակ, որովհետև վարողները հատուկ արագ են վարում։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Հա, Միկի ջան, ես եմ մի նվնվա, քո համար դեռ փնտրում եմ տեր, դեռ չեմ գտել ամենալավ տիրոջը, հենց գտնեմ, անպայման քեզ կասեմ, իսկ հիմա կեր, մինչև տեսնենք մի բարի դուռ, մի բարի մարդ կհայտնվի քեզ համար, որն իսկապես կպահի, թե չէ նորից եմ երևի կրկնվում, այսպես պահելը իմաստ չկա, այսպես ինքը արդեն ապրում է։ Հիմա կերեք, եփած տարբերակով ուտում է արջուկը, բայց հում երբեք չի ուտում։ Եվ ընդհանրապես արջուկը բավականին քմահաճ ուտողի դեպ։ Հիմա արջուկ։ Հանգիստ, հիմա սպիտակ գիտես, քեզ առանձնահատուկ։ Վերջ, համանը դատարկվեց, բոլորին կարողացա հասցնել տալ։ Ատե մի հատ կդիպչեմ էլի, մի հատ սիրեմ էլի։ Չգիտեմ, իրականում պատահական ստացվում է դիպչել, բայց այդ ամենը նախապես է պետք կազմակերպել, մեջը դատարկ է, Սիրուն ջան, մի տար, այսինքն, եթե ես այս պահին օրինակ կարողանա ինչ-որ բանով բռնել, այս պահին ոչ փոխադրող կա, ոչ կլինի կա, բայց կարող է այդ ամենը կազմակերպեմ գա ու ես չկարողանամ անգամ մոտենալ վախկոտին։ Եթե ունենայի, հա, մեքենա, որն այստեղ կկանգներ, կանգնած կլիներ, անձամբ կփորձեի ամեն ինչը անել,
բայց ցավոք հնարավորություններ չունեմ։ Այս պայն իմ բոլոր հնարավորությունները հազիվ հասցնում եմ կերակրել այս անմեղներին, որովհետև ուտելիքը իրենց միակ գոյության պայմանն է, եթե դա այլ չլինի, չգիտեմ։ Այսինքն դա ամենամինիմալն է, որ ես կարողանում եմ հազիվ հասցնել, մնացածին համար միջոցներ չունեմ։ Ես հարուստ չեմ, ցավոք։ Կամ գոնե միջոցներս այնքան չեն ներում, որ կարողանամ ավելին անել։ Այսքանն եմ կարողանում, ու դա էլ է իրականում խնդիր, քանի որ կենդանիների քանակը բավականին շատ է։ Տեսեք, օրինակ պահի տակ կարողացա մի պահ դիպչել, բայց սա բավարար չի, որ ես հիմա կազմակերպեմ եւ նորից եմ կրկնվում, բայց եթե գան ու փորձեն բռնեմ, տաքսիները կենդանի տեղափոխող, եթե անգամ գան այստեղ, բայց չհաջողվի ոչինչ անել, մի 20 րոպե սպասեն գնան, իրենք ուզում են գումարը, որի համար եկել են, ինչու կարող են ստարջացնող ծրագիրն իրականացնողները դա անել, որովհետև իրենք գալիս են, ունեն մեքենա այդ պահին եւ թեկուզ ամենավոչ մարդասիրական համարվող ձողով կարողանան, կարող են բռնել նրան, կարող են բռնել մեծ ցանկության դեպքում, դե ինչպես ասեցի, ցանկության դեպքում։ Բացի վերը նշվածը, այստեղ ես նաև մենակ եմ։ Հա, Միկի ջան, հենց տեր գտա, քեզ կասեմ։ Ուղղակի առաջարկներն այնպիսին են, որ ավելի լավ է դու այստեղ մնաս։ Որցուկ ջան, ես գիտեմ, որ չես սիրում, բայց սիրես չսիրես, որցուկ ջան, սա է։ Իրականում գալուց այս անկյուններով եմ գալիս, որ հեռվից շատ հեռվից ինձ չնկատեն եւ չվազեմ, գոնե մոտ հասնեմ, որպեսզի հասցնեմ որցուկին կապեմ, տոպրակներս դնեմ ու հասցնեմ կապել որցուկին, որ այստեղ նստում ու հեռվից նայում է, դե մյուսներն էլ պատուհանից են նայում։ Իսկ Ավրորան ու Իզաբելը ներսում են լինում, միանգամից գալիս են։ Հիմա, դե արի գնանք կապելու որցուկ։ Ուրիշ տարբերակ չունեմ, գիտեմ նեղվում ես, բայց ինչ անեմ։ Քանի որ կերը միշտ այստեղ ապահովում եմ ջրի հետ, հավանաբար Լումտիկն ու Մուլտիկը գնացել են զբոսնելու իրենց պատուհանով, կգան կուտեն։ Ինչ անհամբեր գնում գալիս ես, Բրաուն, տես Մալինան խելոք նստես սպասում, դե բլեքի մասին էլ ճաշիկը հատուկ ձեզ համար եմ բերել։ Ուխ, պուպուշս, դե լավ, անցեք։ Այն որ պետք չի խանգարել, իրեն ուտում են։ Սուրբ գործի են, էլի, ուտելու գործի։ Գերեք, ուշներս։ Երակ վերջացրեցիք, հա, բլեք ջան։ Տես, Բրաունն ու Մալինան ուտում են, դու էլ գնա։ Ու լավ մնացեք, առայժմ։ Հետո, մեքենա ես տեսնի, կլինի միացուս։ Արի, հա։ Հանգիստ հլը, բաշ, հա, մետնել կմտածի գելու գազան ես, վերջացրու։ Արի, գժվացնում եք ինձ, եկեք, Ավրոր արի, այ, որցուկ, հա, նստեք հիմա, Սամբոջան քոննա, ձերքերը դրել ասմա ոչ մեկին չեմ տամ, չանկ, բժիկ, ձեզ էլ եմ բերել, սա կերեք հիմա, նրանից էլ կտամ, այ հիմա անգամ որցուկը չի հաչա, որովհետև սպաղված է ուտումը, կերեք ու լավ մնացեք, չգիտեմ թե վաղը ինչ կարող է լինել,